Թրամփ-Պուտին երկխոսությունը դուր չի եկել եվրոպացի գործընկերներին ու որոշել են պատժել ռուսական կողմին, կրկին սահմանելով տասնյակ նոր պատժամիջոցներ, փորձելով ճնշում գործադրել պատերազմը դադարեցնելու նպատակով։ Բացառիկ էր Թրամփ-Պուտին մայիսի 19-ի հեռախոսազանգն իր տևողությամբ եւ կարեւորությամբ։ Ի թիվս այլ թեմաների հեռախոսազրույցի առանցքում պահել են Ուկրաինայի թեման։ Թրամփն ուզում է հեռանալ այս խաղից, բայց հասկանում է, որ խաղ մտնելուց սեփական ներդրումը պարտադիր է։ Հեռանալ առանց դրա իր ոճը չէ։ Թրամփը կարծես թե նախանշել է, որ այլևս չի ցանկանում իր միջնորդական դերը շարունակել այս 3-ամյա պատերազմի ավարտի հարցում։ Այդ հայտարարությունները անշուշտ գլխավորապես վերաբերում են, կարծում եմ, Ուկրաինային եւ որոշակի իմաստով նաեւ Եվրոպային, որոնց համար ընդունելի չեն այն պայմանները, որ կրակի դադարեցման առումով թերևս առաջարկում է Ռուսաստանը։ Իսկ Ռուսաստանի հետ Թրամփը փորձում է պայմանավորվել լայն իմաստով, ես չեմ կարծում, որ այդտեղ խոսքը միայն Ուկրաինայի մասին է։ Թրամփի խաղաղարարի ջանքերից հրաժարվելու թվայցյալ ցանկությունը եւ նախընտրական խոստումը, թե կարող է ավարտել պատերազմը պաշտոնավարման առաջին իսկ օրվանից, խորը հետևանքներ կունենա Ուկրաինայի ապագայի եւ Եվրոպայի անվտանգության վրա։ Թրամփը կարծում եմ գործնականում պատկերացնում էր բարդությունը, պարզապես նախընտրական տրամաբանությունը հուշում էր շատ ավելի ինքնավստահ հայտարարություններ անել պատերազմը դադարեցնելու մասին, իսկ հիմա առկա իրողություններից ելնելով պարզապես փորձ է արվում հայտարարությունները, հռետորաբանությունը ադապտացնել ներկայիս իրավիճակին եւ մենք տեսնում ենք արդեն հայտարարություններ, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան հիասթափեցնում են, որ եթե առաջընթաց չգրանցեն, ԱՄՆ դուրս կգա այս գործընթացից, պատերազմը իր։ Ուկրաինան երկար ժամանակ կախված է եղել Միացյալ Նահանգների աջակցությունից, իսկ արևմուտքում կարծում են, որ Պուտինը ուզում էր ժամանակ շահել, որ այս պատերազմն էլ ավելի երկար ձգվի։ Պուտինի համար պատերազմը միջոց է խնդիրներ լուծելու։ Եթե այդ խնդիրները կլուծվեն առանց պատերազմի, ես կարծում եմ, այդպես գերխնդիր կամ գերնպատակ չէ պատերազմելը, բայց ամբողջ հարցը հենց այն է, որ այդ խնդիրները քաղաքական ճանապարհով, դիվանագիտական ճանապարհով կարծես թե լուծելի խնդիրներ չեն, կամ կարող են լինել միայն պատերազմական ճանապարհով, այսպես ասած, պարտադրվելու դեպքում։ Պուտինն իր հերթին այս զրույցը որակել է անկեղծ, կառուցողական եւ շատ օգտակար։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգների նախագահն արտահայտել է իր դիրքորոշումը ռազմական գործողությունների դադարեցման հրադադարի վերաբերյալ։ Պուտինն էլ նշել է, որ Ռուսաստանը նույնպես կողմ է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը եւ պարզապես պետք է որոշեն խաղաղության հասնելու ամենաարդյունավետ ուղիները։ Մենք համաձայնության եկանք Միացյալ Նահանգների նախագահի հետ, որ Ռուսաստանը կառաջարկի եւ պատրաստ է ուկրաինական կողմի հետ աշխատել հնարավոր ապագա խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հուշագրի շուրջ, որում կհաստատվեն մի շարք դիրքորոշումներ, ինչպիսիք են օրինակ կարգավորման սկզբունքները, խաղաղության հնարավոր համաձայնագրի ժամկետները եւ այլն, ներառյալ որոշակի ժամանակահատվածով հնարավոր հրադադարը, եթե ձեռք բերվեն համապատասխան համաձայնություններ։ Արևմուտքում խորը մտահոգություններ կան, որ Պուտինը շարունակում է օգտվել դիվանագիտության երկարաշունչ խաղից, ձգել ժամանակը, հուսալով, որ միջազգային ճնշումներն ու ներքաղաքական զարգացումները ցանկալի արդյունք կբերեն։ Քաղաքագետների գնահատմամբ Թրամփի կողմնորոշման փոփոխությունը կարող է ազդեցություն ունենալ թե Ուկրաինայի դիրքի, թե Արևմուտքի միասնականության վրա։ Իսկ ամենակարևորը, այս անորոշության պայմաններում Ուկրաինայի ճակատագիրը շարունակում է կախված մնալ ոչ միայն ռազմի դաշտում տեղի ունեցողից, այլ նաև հեռախոսազանգերի ու դիվանագիտական տատանումների մի բարդ շղթայից։